Բարև ձեզ։ Մեկ թեմա, որ այսօր ինձ հետաքրքրում է, դա հետևյալն է, որ այն խաղաղությունը, որի մասին խոսում է այսօր մեր ոչ բարով կառավարությունը, այդ խաղաղության դիմաց մեր կառավարությունը ստորագրում է 17 կետ, որը թելադրում է Ադրբեջանը, ճիշտ է, այդպես է։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու չի հրապարակվում, ինչ 17 կետի մասին է խոսքը, որ կոնկրետ 17 կետի մասին է խոսքը, չէ որ այդ 17 կետը հանդիսանում է կառավարության ապագա ծրագիրը, այսինքն մենք պետք է ապրենք այդ 17 կետով, մենք դա այն իրական ծրագիրն է, որտեղ այն ծրագիրը, որը հրապարակել է հիմա կառավարությունը, կապ չունի իրականության հետ, դա ուղղակի խոստումներ են։ Հիմա ինձ մոտ հարց, ինչու չի հրապարակվում այդ 17 կետը, որ մենք հասկանանք, որ ոնց է լինելու մեր ապագա, ոնց է դասավորվելու մեր ապագա կյանքը։ Այստեղ հարց, ինչի դա չի արվում։ Իմ տրամաբանությամբ պատասխանը հետևյալն է, ուրեմն կան այդ 17 կետի մեջ կետեր, որոնք հեչ լավ բաների մասին չեն խոսում մեզ համար, չէ՞։ Եթե չլինեն, եթե ամեն ինչ լավ լներ, ամեն ինչ ճիշտ լներ եւ ամեն ինչ մեր սրտով ու այդ դեպքում ինչի պիտի չհրապարակեին։ Ինչն էր պատճառը, որ չէին հրապարակում։ Այստեղ հարց ու պատասխան տրամաբանությամբ այդ 17 կետերը մեզ դուր չի գալի, այսպես կոպիտ ասած չի դզելու մեզ։ Եվ մենք չենք ընտրելու այս կառավարությանը, եթե լսենք, թե իրական որ 17 կետի մասին է խոսքը, որի մասին ի դեպ խոսում է Ադրբեջանի կառավարությունը։ Այդ 17 կետը ինքը խոսում է, որի մեջ նաև մտնում է բացի սահմանադրության փոփոխությունները, բացի եւ այլն, նաև մտնում է 300,000 ադրբեջանցու վերադարձը։ Իսկ թե ինչ է Իրանից ենթադրում 300,000 ադրբեջանցու վերադարձը, դա նայեք մինչև այդ արածս վիդեոներից մեկում, այսպես, իմ տրամաբանությունը այսպիսին է, համաձայն եք, չէ, դե ուրեմն ճիշտ ընտրություն ենք կատարում, գնում ենք և ճիշտ ընտրություն ենք կատարում ամսի 7-ին ու անպայման գնում ենք, անպայման գնում ենք։